Աշխարհը նոր չէ, ու սերն էլ նոր չէ, բայց եկ սիրելիս մենք այդ մոռանանք, թող որ այսօրից մեզ այնպես թվա, մեզանից է սկսվել կյանքը, թե մեզանից է սկսում սերը, պատուհանի տակ իզուր կանգնելը, անձրևի պահին քեզ սպասելը, թող այնպես թվա, թե մենք դրեցինք համբյուրի հիմքը սիրո պատմության կապույտ երկինքը, թե իբր մենք ենք առաջին անգամ իրար նայելիս կարմրել այնպես ու սեր և շնչել մեզ համար կյանքը, թող այնպես թվա, թե առաջինը մենք ենք, որ իրար գրել ենք սիրո քնքուշ նամակը, թող այնպես թվա, թե մեզանից է սկսում սերը, թող այնպես թվա, թե ես եմ եղել տղան առաջին, որ չդիմացած սրտի հառաչին, բռնել է ձեռքը սիրած աղջկա ու շշնջացել, ես քեզ սիրում եմ։ Իսի Վալենտայնի արդիվ։ Ամեն։ Շնորհակալ ենք քո հարգույր ավուրբաճաճ հատված մներ, որ գարտացվեցավ նկատի ունենալով Վալենտայնզի շաբաթը լալով, թե ինչպես Աստված զույգ ստեղծեց մարդը եւ ոչ թե ցկեց Ադամը առանցին։ Բայց կարելի է հասկանալ մարդկային մարմնին գերբարանքը, մարդուն միտքը, մարդուն ցերքերը ու ոտքերը, մարդուն ունեցած խորհուրդները, որ ոյ մեկը չգրնար տեսնել, իսկ նաև մարդուն ստամոքսը, որ գուտենք ամեն տեսակ գերագուրներ եւ բոլորն ալ ստամոքսը կընդունի մարսել, որբեսի Աստված մեզի ուժ հայտայտե այդ ուդերիկներով։ Դերը օրտնե իր Վալենտայն դեղը եւ անոնք, որոնք դակավին այս Վալենտայնի արդիվ ճշմարտութեն են հերոյ են եւ ամուսնացած են ընտանիքներ ունին, որ Աստված օրտնած է իրենք, աչքերն իսպանանք եւ տեսնենք, թե դեռ այսօր ինչ ունի մեզի իսելու իր խոսքեն։ Գոպապակին որ ժակետը սակնին։ Ուր որ անցար շաբաթ թողեցինք պատկամը եւ ասինք պիտի շարունակենք դերոջը պատկամը այսօր։ Ուրեմն առաջին հատվածը պիտի գարտամ Ավետարան ըստ Մատթեոսի 25-րդ գլուխ 41-րդ համար։ Ավետարան ըստ Մատթեոսի 25-րդ գլուխ 41-րդ համար։ Այն ադեն երկնքի հզոր փառավոր Աստվածը հետևյալը հայտարարեց. Ցախ կողմը եղողներուն ալբիդի ըսե մեկտի կացեք ինձմե անիծյալներ հավիտենական գրագին մեջ, որ պատրաստված է սատանայի ու հրեշտակներուն։ Այս հատվածը պետք է շարունակեք անցյալ շաբթվա պատկամը մտի գնել են յետք, որովհետև խոսեցավ Հիսուս երկուքի բաժնեց ոչխարները եւ այծեր իրարմե եւ ոչխարներուն հայտարարեց եւ ասավ ինչ որ ես կուզեի որ դուք գնեք այս աշխարհի վրա ըրիկ, իսկ ցախ կողմիններուն ալսավ դուք որ չրիկ, ուրեմն դադարեցակ անոր հետ միասին, որուն անունը սատանա է եւ հրեշտակներուն հետ պիտի հանցնեք։ Երկրորդ հատվածը
Բիգարտամ հայտնություն Հովաննու 13-րդ գլխուն 7-13-րդ համարները Բիդնեսենք դա այս սատանան ով է Երկնքի մեջ պատերազմ ձակեցավ Հայտնություն Հովաննու 12-7-12 Միքայել ու ռեշտակները վիշապին հետ պատերազմեցան Այս պատերազմը աշխարհի հողամասին վրա չի բադայր, երկնքի մեջ է որ կբադայի։ Վիշապն ալ իր ռեշտակներով պատերազմեցավ, բայց չգրցավ թեմ տնել։ Երկնքի մեջ ալ դեղ չգտնվեցավ անոնց, ուստի վարձակվեցավ մեծ վիշապը, այն առաջվան օծը, որ փանսարգու ու սատանա կգոչվի։ Որ բոլոր աշխարհ մոլորեցուց իր հեշտակներն ալ իրեն հետ վարձակվեցան երկրի վրա։ Այս պատերազմը աշխարհի վրա հողամասին վրա չկատարվեցավ։ Այս պատերազմը երկնքի թագավորության մեջ կատարվեցավ օդին մեջ։ Եվ կբացատրե թե ով է վարձակվողը։ Վարձակվեցավ մեծ վիշապը, առաջին անունը սատանային։ Երկրորդ անունը այն առաջին օծը, որ Ադամ եւ Եվան խապեց, որ փանսարգու կգոչվի ու սատանա կգոչվի, որ բոլոր աշխարհը մոլորեցուց, կորձ մունի այս վրընդվող երկինքեն, աշխարհի ժողովուրդը պիտի մոլորեցնե, Ինչու համար պիտի մոլորեցնե, ինչ որ Ադամին մոլորեցուց եւ եթե մի բարդեզեն դուրս վրընդվեցավ Ադամը։ Իր ռեշտակներով ասված վրընդեց ու ցկեց երկրի վրա։ Ուրեմն երկինք ելնելու իրավունքը այս հոգին արգելվեցավ։ Եվ մեծ ցան մլսեցի երկնքի մեջ որ գսեր Հիմա եղավ մեր աստուծուն փրկությունը, զորությունը, թակավորությունը, օձյալին իշխանությունը, նայեցեկոս, վասնզի մեր եղբայրներում թեմ չար խոսողը վարձակվեցավ, որ անոնց թեմ չարախոսություն գներ մեր աստուծուն արջև ծորեք ու կիշեր, նգարակիրը ասված կբարզե թե ով է վրընդվող։ Այս մեկը տուն հավատաս կամ չի հավատաս, ասի բադայեցավ։ Հիմա պիտի նայենք, որ տուն գուզես այս անձնավորության բարեկամը մնալ, ինչ որ ինք երկնքին վրընդվեցավ, դժոխքը, որ իրեն համար պատրաստված է, եթե Քրիստոսը չընդունիս քո սրտիդ մեջ եւ չհետևիս Քրիստոսի խոսքին, տուն ասոր հետ միասին պիտի լաս։ Նորեն պիտի գարտամ։ Նայեցեք, թե ինչ է նկարակիրը։ Հիմա եղավ մեր աստուծուն փրկությունը, զորությունը, թակավորությունը, ու անոր օձալին իշխանությունը, վասնզի մեր եղբայրներուն թեմ չար խոսողը վարձակվեցավ։ Հիմա աշխարհի մեջ եղբայրներու թեմ չար խոսող գա թե չի գա այս աշխարհի մեջ։ Այս եղբայրս ասանք չէ, մյուս եղբայրս ասանք չէ, ադիգա ասանք է, անիգա անանք է, այս չարախոսությունին Հոգին ուրդեղ են գուկա, այս անձնավորություն են գուկա։ Եվ որ չարախոսություն գխոսի մեկը, կիցած եք, որ անոր դերը հոս է, որ վրընդված է երկինքեն։ Սկուշացեք ծեր պերնին և ծեր կայլերուն այս աշխարի վրա, թե որուն կներգայեցնեք այս աշխարի վրա և որ գաբրիք։ Վարձակվեցավ եղբայրներուն թեմ չարխոսողը, որ անոնց թեմ չարախոսություն գներ մեր աստծուն արջև ծորեկ ու կիշեր։ Ծորեկ ու կիշեր կան կատ գար։ Սարգիսը լավ մարդ չի աշխարհի վրա Գաբրիգոր, Կոկոն լավ մարդ չի աշխարհի վրա Գաբրիգոր, ասի երկորձը, անիգա ասիգա արավ, անիգա ադիգա արավ։ Աստված սանսրացավ իր զավակներուն շուտ կան կատները լսերեն այս չարախոս է։ Ուրեմն վրընդեց։
Եվ այսպես կշարունակե 11-րդ համարը եւ անոնք անոր հաղթեցին Կարնուգին Արյունովը, որուն Արյունովը գրնա հաղթիվել այս մեկը, որուն Արյունովը գրնա մարդուն փերանին խոսքերը փոխվին Քրիստոսի Արյունովը։ Մենք կրնանք հաղթանական լալմիան Քրիստոսի Արյունով այս աշխարհի վրա ապրելով եւ զինքը մեր սրտերում մեջ ընդունելով։ Եվ անոնք անոր հաղթեցին Կարնուգին Արյունովը ու իրենց վկայությունը խոսքովը եւ իրենց կյանքը չսրեցին մինչեւ մահ։ Այսօր համար ուրախացեք ով երկինք ու անոր մեջ բնակողներ։ Վայ երկրի ծովուն վասնզի փանսարգուն ցեզի իջավ, որ շատ փարգացած է, գիտնալով որ քիչ ժամանակ պիտի գնա։ Փանսարգուն գիտա որ ինքը քիչ ժամանակ ունի։ Ինչա մարկիդե որ քիչ ժամանակ ունի, կանե որ Աստված իրեն դադարեցեց։ Ինչեր խոսեցանք Մատթեոս 25:41-ին։ Ուր որ սատանան է, անոնք հոմբիր երթան, ուր որ անոր համար պատրաստված է։ Ինչ պատրաստված է, գրագեզություն պիլիջի իրեն համար պատրաստված է։ Չարախոսին համար պատրաստված է, սդախոսին համար պատրաստված է, փամփասան կնողին համար պատրաստված է։ Մեզի համար պատրաստված չէ, երբ որ մենք Հիսուսին մեր սրտերում մեջ Տուն որուն գուզես փարեգամը լալ։ Տուն պիտի որոշես։ Որովհետև փարգացող մը գա մեր ճոշտին։ Երբ նայն թակավորության մեջ չի գրնարել, բայց փարգացած է անոր զավակներուն վրան։ Մենք հիմա այս պատկամը որ գուտանք, եթե Աստված մեզի չբահե ռեշտակներով, մեզի փզիկ կնա այս աշխարհի վրա։ Այս խոսքերը որ են համար գխոսի։ Բայց քանի որ Աստված մեր բահավանն է, Իմասնավորի հիմա այս սենյակի մեջ ուրեմն նգարակիրը տեսանք, Փանսարգույն նգարակիրը տեսանք, անոր կորձերը տեսանք, անոր խորհուրդները տեսանք, Աստված մեզ ներկայացուց որ ով է այս անձնավորությունը։ Հիմա Հիսուս պիտի ներկայացնի ինքզինք որ ինքը ով է։ Ավետարանս Մատթեոսի 4-րդ գլխուն 20-րդ համար հետևյալը գսե։ Հիսուս բոլոր Գալիլեա բդելով գսորվեցներ անոն ժողովարաններում մեջ եւ արքայության ավետարանը գկարոզեր ու ժողովրդին մեջի ամեն գերբ հիվանդությունները ու ամեն գերբ ցավերը կբժշկեր։ Ասիգա է Քրիստոսի նկարակիր։ Հիսուս աշխարհ եկավ ներկայացնելու համար ինքզինք եւ իր թակավորությունը եւ իր հորը թակավորությունը մեզ ամեն մեկուն, ուրեմն սկսավ կարոզել։ Անկամ եւս մի գարտամ համարը։ Հիսուս բոլոր Գալիլեա բդելով, այսինքն հոսյարտալով, հոնյարտալով։ Ինչ կսորվեցներ, գսորվեցներ անոնց ժողովարաններում մեջ եւ արքայության ավետարանը կկարոզեր։ Ինչ կկարոզեր Արքայության ավետարանը կկարոզեր։ Այսինքն երկնքի թակավորության մասին խոսեր, որ ինք երկնքեն իջա։ Նայեցեք վրընդվող վրընդվեցավ, իսկ երկնքեն իջողը մեզի կհրավերի երտնային արքայության մեջ անցնելու խորհուրդը կկարոզա այս աշխարհի վրա, մինչև այսօր ալ կկարոզվի։ Հոնադի դաստին։ Ու ժողովրդի մեջ ամեն գերբ հիվանդությունները ու ամեն գերբ ցավերը բժշկեց։ 24-րդ համար հետևել գսի անոր համբավը բոլոր Սուրիա դարածվեցավ եւ Պերին անոր բոլոր հիվանդները, որոնք գերբ ցավերով ու դանչանքներով գնեղվեին ու թիվահարներ ու լուսնոտներ եւ անտամալուզներ ու կբժշկեր զանոնք։ Հոստ բժիշկ մունինք։ Այս բժիշկը Հարվարդեն վգայալ չէ։ Կամ ուրիշ բարձրաստիճան դպրոցի վգայալ չէ։ Այս բժիշկը կհաստատե աթիվանտանոցները, որ բժիշկները կգրնան սորվիլ բժշկություն։ Անկամը բժիշկի հետ կխոսեի, գսե որ բժիշկսի տուն սպեշալիստ մնես, ստամոքսի սպեշալիստ ես։ Արդյոք տուն քանի սպեշալիստ կրնաս, սպեշալիստին դիդղոսը կրնաս ունենալ կուպոլոր կյանքիդ մեջ այս մեր ունեցած մարմին առնչությամբ։
Սավ եթե ես սավ 500 տարի ալ եթե ապրիմ սավ մարդկային մարմին ամեն անգյունները ինչ որ կան մասնակցությունին չեմ գրնալ ասել։ Չի դա խոսեց։ Ասի բժիշկ է խոսում։ Որովհետև մարդուն մարմինը սավ այնպես մշինված է, որ ամեն մեկ մասը այն գիտությունը կբահանջի մանրամասն գորբով հասկանալու հոտ է ինչպես այդ մասը աշխատի եւ ինչպես այդ մասին աշխատածը մարմին օգտակար պետք է դառնա։ Մարդուն ցերքին մատներեն, մինչև մարդուն ագանչը, մինչև աչքը, մինչև քիթը, մինչև լեզուն, մինչև ագրաները, մինչև պերանը, գոգորտը եւ գիչնե մինչև ստամոքսը, երիգամունքները ամեն մեկուն մասնակցություն ընելով 500 տարի չի բավեր եթե ապրի որ ինքը կարողանա մասնակից դառնալ ասմարմի մեջի բոլոր ունեցած անդամներում։ Բայց մեր բժիշկը որ հոսե, բոլորը գիտե։ Ինչ հիվանդություն որ արժե պերին բժշկեց զանոնք։ Փողոցներու մեջ Եվ շատ ժողովուրդներ անոր յետևեն գերտային Գալիլեային ու Տեգաբոլիսեն, Երուսաղեմեն ու Հրեաստանեն, Հորդանանի անտիգոմեն։ Երևակայեցեք այս արվարձաններեն բոլոր իրեն գերտային։ Բժիշկը կդանք։ Եվ ոչ թե միան ագրայի մասնակետ է, գոգորտի մասնակետ է, ոչ, ամեն բանի մասնակետ է։ Եթե հավատաս, դու նալ կբժշկվիս։ Մատթեոս 9-րդ գլխուն 35-րդ համարն ալ բիլի գարտա։ Հիսուս կվդդեր բոլոր քաղաքներն ու գյուղերը եւ անոնց ժողովարաններում մեջ կսորվեցներ ու կարոզեր արքայության ավետարանը։ Հոսանունը գգրտնե։ Եվ կբժշկել բոլոր ախտեր ու բոլոր հիվանդությունները ժողովրդին մեջ։ Ժողովուրդները տեսնելով Հիսուս արդահայտություն մոգունենա։ Անոնց վրա խղճած, վասնզի հոգնած ու ծիրուցան եղած էին հովիվ չունենալով, ոչխարներու պես։ Այնադե նսավ իր աշակերտներուն, հունցքը շատ է, բայց մշակները քիչ։ Այսինքն իր խոսքը քարոզողները քիչ են։ Ուստի հունցքին դերոջ աղաչեց ցեք, որ մշակներ հանե իր հունցքին համար։ Մենք պիտի որ դերը իրեն հավատացողներուն թիվը ավելցնե, որոնք պիտի խոսին եւ քարոզեն եւ նային թակավորությունը, ու նաեւ բժշկեն Հիսուսի անունով։ Մատթեոս 24-րդ գլխուն 14-րդ համարն ալ պիտի գարտա։ Դասմեգերորդ համարեն գարտա։ Շատ սուրբ մարգարեներ պիտի ելեն ու շատերը պիտի մոլորեցնեն աշխարհի վրա։ Շատ սուրբ մարգարեներ պիտի ելեն։ Հիսուս մեզի կբացահայտ օրեն կխոսի։ Սուրբ մարգարեներ պիտի ելեն։ Ուրեմն մարգարեներ պիտի ելեն, որ սուտ են, իրեն չեն հավատար, բայց Թրքերոնով գոզվաջունող մարդիկներ կան, ասկանան կան, սատանայի ցակով աշխատողներ կան։ Ուրեմն սատանան պիտի գեղձե եւ սուտ մարգարեությունը մեջտեղ պիտի բերե, եւ խոսքեն զատ ուրիշ բան խոսողներ պիտի կան։ Ուրեմն մեզի կարևոր է որ ճշմարտությունը լավ հասկանանք եւ չասենք որ ասինչ տեղը մեկը եկերը ասանք կսե ինչ կսե ադիգա բանանք կարտանք թե իր խոսածը եւ սուտկրի կհամացայն է ոչ թե ոչ ըսկուշ եղեք արթուն գեցեք Հիսուսի խոսքերն են որ շատ սուտ մարգարեներ պիտի ելեն ու շատերը պիտի մոլորեցնեն շատեր կան որ պիտի հավատան քանի որ գույրորեն պիտի երթան պիտի հավատան
Անօրենության շատնալուն համար շատերուն սերը պիտի բաղի։ Անօրենություն պիտի լա աշխարհի վրա։ Անօրեն մարդիկ պիտի լան, որն իրավունքի պիտի դեն, ասորան իրավունքի պիտի դեն, անօրեն են։ Բայց ով որ մինչև վերջը համբեր է, անիկա պիտի ապրի։ Խոստումը հետևյալն է։ Մինչև վերջը համբերողը պիտի ապրի, եթե Քրիստոսի զորությունով եւ Սուրբ Օգիով ապրի այս աշխարհի վրա, որ կարողանա հաղթել եւ ճշմարտության մեջ հաստատ գնալ եւ իրեն ժամանակավոր զվարճութենեն հեռանալ։ Այս օրերուն մեր ընտանիքներուն մեջ, ազգական բարականներուն մեջ, շրջաբադի մեջ գլսենք երիտասարդներուն կողմանի ասված մի խոսք։ Իմ սիրտս ինչ որ կփապակի, ինչ որ ես կուզեմ հնել պիտի անեմ։ Ես ուր որ կուզեմ տրամ ծախսել պիտի ծախսեմ։ Ես ինչ որ կուզեմ, ուր որ կուզեմ երթալ պիտի երթամ։ Անոր համար նեղության եւ դարավանքի մեջ կինան։ Երիտասարդներ, որոնք աշխատին եւ ասին անտին կթափեն իրենց շահը եւ գտեսնես 20, 30, 40, 50 տարեկան կհասնին եւ դակավին 10 գոբեկ չունին բահած իրենց, որովհետեւ իրենց ուզածը ըրին։ Գուզան ասին շտեղ երթալ իրենց տրամը մսխել, գերտան եւ գմսխեն։ Գուզան ասին շտեղ երթալ հոն գմսխեն։ Ուրեմն հիմա գտեսնեն, որ 40-50 տարեկան եղերին եւ փամը չունին։ Ինչու համար մոլորեցան, չհետևացան այս աստծուն խոսքերուն։ Արքայության ավետարանը լսեցին, բայց չընդունեցին իրենց սերը, իրենց կյանքը, իրենց փափակը, իրենց ցանկությունը կատարեցին առանց ներկայանալու Աստծո առջև եւ ասելով որ հայր ինչ պետք է անեմ որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Ես կուզեմ քեզի հետ ապրիլ, ես քեզ կսիրեմ հայրիմ, այսքու ճշմարտության խոսքերուդ համար, որ արքայության ավետարանը մեզի հասուցիր եւ ժառանգորդը պիտի լանք քու հետդ երկնային տակավորության մեջ։ 14-րդ համար արքայության այս ավետարանը փոխանցակ աշխարհի մեջ պիտի կարոզվի բոլոր ազգերուն վկայությունը լալու անգե հետո վերջը պիտի գա։ Հիսուսի կալոս երբ է այս աշխարհի վրա բոլոր աշխարհի վրա փոխանցակ աշխարհի վրա իմ ավետարանս պիտի կարոզվի։ Հիսուսի խոսքն ասք։ Եվ այսօր կարոզվի։ Այլասկ աշխարհի մեջ YouTube-ով, տելեֆոնով, տելևիզիոնով քրիստոնյա կդառնան գոր։ Այդ երկիրները, որոնք արգելված էր Հիսուսի անունը տալ, իրեն ժողովուրդը կդառնան գոր եւ կսպանվին գոր։ Չինաստան գլսվի գոր Հիսուսի մասին, ուր որ դառնաց աշխարհի 4 կողմը, ավետարան կարոզվի գոր, Հնդկաստան, Ապրիգե Առաջ որ դժվար էր ասպաները ավետարանը կարոզել, բայց այսօր մենք որ YouTube-ի վրա ենք, Facebook-ի վրա ենք, աշխարհի որ մեկ գոմեմ որ գտարցնեն հերացան եւ գտարցնեն ուզեմ մդիգնալ դերոճը մասին գրնան մդիգնել։ Ուրեմն ավետարանը կարոզվի գոր բոլոր աշխարհին եւ աշխարհին վերջը շատ մոդ է։ Հիսուսը սավ բոլոր ասկերուն պիտի կարոզվի իմ կարոզությունս, իմ վկայությունս եւ ատկեց վերջը պիտի լա վերջը։ Հիմա պիտի գարտամ կորց կարագելոց առաջին կողուն 6-11 համարները կորց կարագելոց առաջին կողուղ 6-11 համարները Երորդ համար են գարտանք, առաջին կուլխոն, 6-ն գարտալու։ Որոնց ինքզինք ծուցուց կենտանի իր չարչարանքներեն հետո շատ աբացույցներով 40 օրվան մեջ անոնց երևնալու ասո տակավորությանը վրա խոսելով։ Հիսուսի հարութենեն վերջ
40 օր իրեն աշակերտներուն հետ անցուց որբեսի Աստծո տակավորությանը մասին խոսի եւ անոնք սորվին։ Անոնց հետ մեկտեղ գտնված ադենը աբսպրեց անոնց, որ Երուսաղեմեն չհեռանան, հապա սպասեն հորը խոստումին, որը սավ։ Ինձ մե լսեցիք, վասնզի իրավ Հովանես մգչիրով մգրդեց, բայց դուք շատ օրեչանց Սուրբ Հոգով պետք է մգրդվիք։ Անոնք ալ մեկտեղ կալով կհարցնեին իրեն ու գսեին. դեր Իսրայելի թագավորությունը այս ժամանակին նորեն պիտի հաստատես։ Ուրեմն իրենք ժամանակավոր թագավորության մասին կխոսեին։ Կխորեին, որ Հիսուս միան Իսրայելի համար եկավ, Իսրայելի թագավորը պիտի լա եւ Իսրայելը պիտի ղեկավարե։ Բայց Հիսուս նայեցեք պատասխան ինչ էր։ Հիսուս պատասխանեց ու ասավ անոնց. «Ցեզի չի վերաբերել ժամեր ու ժամանակներ գիտնալը, որ հայրը իր իշխանությանը մեջ դրավ։ Ժամերը եւ ժամանակներուն իշխանությունը ծողով է հայրն է։ Հայր Աստված գորոշի այս աշխարհին վիճակի եւ վերջին ժամերի իր չէ։ Այս աշխարհի վրա անցյալ օրը ինքնաշարժի մեջ ենք տակունիսավ ինչի համար պարկ կրնաս տալ այսօր։ Ըսի ես ամեն օր 1000 բանի համար կրնամ պարկ տալ։ Ճամփան կշածադենը ով դեր շնորհակալ եմ այդ չետնի այս սև զիվտին համար, որ տուն այս աշխարհի վրա թրած է սև զիվտը եւ քարերը, որ կրնան այս մարտիկը ճամփա շինել եւ ես կրնամ ինքնաշարժ ասոր վրա քշել, պարկ ուտամ քեզի ասոր համար։ Իմ քշած ճամփուս վրան համար, որ կքշեմ դերոջը պարկ ուտամ ալոր համար, որ անոր վրային քշվա, որ կքշեմ անիգա ամեն իր աբրանքներն են, որ կերեն տապված են եւ մենք վրային գերտան։ Էլեկտրականությունը որ փերիր հայրի, մաս էլեկտրականությունը որ մեր դուներում մեջ կան, այս բոլոր փոլերը կաշեն որ եւ մենք լույս ունենք։ Զարերը զարաստանները որ գտեսնեմ ջամփուն վրա եւ շուկ կուտան ժողովրդին եւ որ գկալեն։ Քանթագակորձը եթե քարը կոյություն չունեն, ար քանթագակորձ բիլի չլար։ Շիդագեմ թե չէ։ Ոսկերի բիլի չլար, եթե ոսկի չլար աշխարհի մեջ։ Բոլոր այս բոլորը եկած է մեզի մեր հոր Աստծուն կողմանե, որ տեսնենք իր հրաշապար եւ հզոր կորձը այս աշխարհի վրա որ մեզի շնորհած է եւ փառավորենք իր սուրբ անունը։ Սամանոնց էջի չի վերաբերել ժամերի եւ ժամանակները գիտնալը, որ հայրը իր իշխանությանը մեջ դրավ, բայց Սուրբ Օքին ծեր վրա եկած ադենը զորություն պիտի առնեք, ու ինձ համար վկաներ պիտի լակ Երուսաղեմի մեջ եւ բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչև երկրի ծայրերը։ Եվ երբ այս բաները ասավ, մինչ անոնք կնայեին համբարձավ, ամպ մզանիգա անոնց աչքերեն ծածկեց։ Եվ որ Հիսուս կխոսեր ասոնք իր աշակերտներուն, անոնք կնայեին ու Հիսուս համբարձավ։ Ինչպես համբարձավ ամպ մզանիգա անոնց աչքերեն ծածկեց, երբ աչքերնին ննգացտեբի երկին կնայեին անոր յետևեն, ահա երկու ջերմականտեսներով մարդ իրենց քով գայնեցան, որոնք ասին. ով գալիլեացի մարդիկ, ինչու գաններ տեբի երկին կնայիք, այս Հիսուսը որ ցեզ մե երկին համբարձավ, այսպես պիտի կա, ինչպես տեսակ անոր երկին կելներ։ Այս խոստումը այն օրվանե մինչև այսօր մեզի համար է։ Աշակերտներուն արչև համբարձավ, ամպ մի եկավ եւ անիգա երկին համբարձավ։ Եվ աշակերտները տեսան, եւ ուրիշ երկու ռեշտակներ եկան երկինքեն, եւ այս աշակերտներուն կողմը գայնեցան եւ սկսան խոսիլ։ Եվ ասին ով գալիլեացի մարդիկ, ինչու գայներ տեբի երկին կնայիք։ Այն Հիսուսը որ ցեզ մե երկին համբարձավ, երբ պիտի կա, ինչպես որ համբարձավ։ Ուրեմն մենք կսպասենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին երկրորդ կալստյան։ Որտեղ մենք ուզենք երկնային թագավորության մեջ բաժին ունենալ եւ ոչ թե սատանայի վիշապի եւ սդախոսին հետ այն դժողքը որ պատրաստված է ցախկոմ եւ այծերուն որ սա անիդյալ լակ եւ կացեք եւ սատանայի հետ միասին գրագի մեջ ապրեցեք։ Տուն այսօր որ մեկ խումբի մեջ կուզես լա։
Հուգաս 4-րդ գլխում 43-րդ համարը 43-42 պիտի փակեմ։ Երբ ցորեկ ելավ ու գնաց անաբատ դեղմը եւ ժողովուրդները կփնտրեին զանիգա եկան անորքով ու ստիպեցին ու գստիբեին որ ան իրենց մեջ էր թա։ Ժողովուրդը չեր ուզեր որ Հիսուս իրենց մեջ բաժնվի։ Ուր գերտասայրիմ անապատի մեջ։ Մենք չենք ուզեր քեզ գործընծնել։ Մենք չենք ուզեր քո ներկայությունը դուրս ելնել։ Տունես մեր կյանքը։ Տունես մեր հայրը։ Տունես մեր Աստվածը։ Տունես մեր սերը։ Բայց Հիսուս պատասխանեց անոնց ուսա։ Պետք է ինձ որ ուրիշ քաղաքներու ալ Աստծո տակավորությունը կարոզեն։ Իրեն կորձուներ Հիսուս պիտաներ։ Ուրիշ քաղաքներ ալ վիդերտամ, որ երկնային տակավորության մասին խոսիմ, իմ տակավորությանց մասին խոսիմ, բանոնք ալ պետք է դարսի կան։ Ցեզի խոսեցա, դուք լուրենեցաք, հետևեցեք իմ խոսքերուս, հավատացեք ինձի։ Եվ գտարնա ու գսե իր նախտասության մեջ, Աստծո ավետարանը տակավորությունը կարոզելու ուրիշ քաղաքներ պետք է երթամ, եւ գսե քանզի այս բանին համար գրգված եմ։ Ինչու համար գրգված է Հիսուս աշխարհ։ Աշխարհ համար գրգված։ Քանզի այս բանին համար գրգված եմ։ Հիսուս աշխարհ եկավ ինչու համար։ Կարոզելու համար։ Աշակերտներուն լսա որ անոնք ալ կարոզեն։ Եվ անոնք ալեքսան կարոզե։ Փիլիպոսը կարոզեց, Բողոսը կարոզեց։ Հազարավոր պատկամներ կան, որ բոլորը կրված չեն, բայց կարոզեցին։ Ու Գալիլեայի ժողովարաններում մեջ կկարոզեր։ Փիլիպոսի մեկ քարոզությունը պիտի պատմեմ եւ պիտի փակեմ։ Դերը ըսա որ Փիլիպոսի քնա ասինչ տեղը Եվ մեկը պիտի հանդիպիս, որ պիտի կարոզես իրեն, նայր որ ինչ կգարտա։ Ուրեմն կալեց գնաց անաբադը, դեսա որ մեկը գա, որ Եսայի մարգարեին գիրքը գարտա եւ կգարտա Հիսուսի մասին, բայց չգիտե Հիսուսի անունը չի գա, ուրեմն Հիսուսի մասին, միասին որդի մասին կգարտա, անոր աստվածության, անոր չարչարանքի մասին կգարտա, բայց չի հասկնար աս գարտացածը, ուրեմն Փիլիպոս ասված գլգե Փիլիպոսին, որ մարդուն երթա եւ բացադրե, որ ով է անձնավորություն։ Ուրեմն երթա մարդուն կովելսե գարտացածը կհասկնաս, Փիլիպոսը կհարցնե գարտացածը կհասկնաս, մարդը գսե ինչպես կրնամ հասկանալ, մեկը չի գա ինձ որ բացադրե։ Փիլիպոսին գսե եւ ուր գարկին կովս նսի որբեսի բացադրես ինձ։ Փիլիպոս գարկին կովը գարտագարկի մեջ կնսի եւ գուջամփորտեն միասին, Փիլիպոս կսկսի կարոզել Հիսուսի կարոզությունը, Հիսուսի ծնունդը, Հիսուսի փրկությունը, կարոզությունը աշխարհի վրա։ Երկնային թակավորության մասին, փրկության մասին, այս եթովբիացի մարդը գսե որ ահա ես կհավատամ։ Փիլիպոս գսե կհավատաս, այո գսե կհավատամ։ Չուրի մը գանտիվին անաբադի մեջ, գսե գրնամ մգրդեվիլ գուզամ մգրդեվ ինձ ով արկել կլավ, Փիլիպոս արակյալը գսե, եթե բոլոր սրտովդ կհավատաս, քեզ գրնամ մգրդել։ Եվ գգեցնեն գարկը, եթովբիացին գերտաչուրը գմտնե, Փիլիպոս իրեն գմգրդե, անուն հոր եւ որդու ողին սրբո անունով, եւ գվերաթարնան, եւ մարդը երբ իր գարկը գնստի որ երթա, Աստված Փիլիպոսը գարնե անդեղեն եւ գդանի ուրիշ քաղաքը, օթեն գդանի, ինչպես գդանի չեմ գիտեր։ Փիլիպոս քալելով չէր տարան քաղաքը։ Մեմնա Փիլիպոս կդեսնա, որ ինքը ասինչ քաղաքի մեջն է։ Ով է նողասի, Աստված գրգեց Փիլիպոսը հոն, Փիլիպոսը ինքորձը դեսավ, Փիլիպոսը շալգեց անդեղեն դարավ մյուս քաղաքը, որ հոն պիտի կարոզե էսելով։ Ասե մեր Աստվածը։ Ասե մեր Աստվածը։ Մենք ասոր կսպասենք, մենք իրեն կսպասենք, որ մեզի ինչպես որ Փիլիպոս անդեղ են վերցուց եւ ուրիշտեղ դարավ կարոզելու աշխարհ պիտի կա եւ մեզ այս աշխարհեն դանի այն թակավորության մեջ որ ինքը երկինքեն չէ։
Ձեզ մեկը խնդրեմ, անոնք որոնք մինչև այսօր Դագավին Քրիստոս ընդունած չեն, եթե ընդունած չեք, այսօր գարտացված համարները, որ խոսեցանք, թե որոն բարեկամը պիտի լակ իրեն այդ միասին գրագի մեջ։ Եթե գուզես անոր բարեկամը լալ, մի հետևիր Հիսուսին։ Եթե գուզես երկնային թագավորին բարեկամը լալ, ապաշխարե ու մգրդվիր, որպես երկնային թագավորության ժառանգորդ դառնաս, Հիսուսի կարողությունը քո կյանքիդ մեջ անցնի եւ սիրես ինքը, որպես ապրիս հավիտյանս հավիտենից, այժմ ցդեսություն ինչ հաջորդ հանդիպում։